Օրվա հերոսը սեղանի թենիսի խաղում էլ հաղթող դարձավ։ Նախարարը մի քանի րոպե խաղալուց հետո խոստովանեց՝ չի կարող հաղթել։ Երեխաների պաշտպանության օրը Խարբերդի մասնագիտացված մանկատան 222 սաների համարել է տոն։ Նախարարի այցն էլ պարտավորեցնող է, ուժերի ներածին չափով ցույց տվեցին իրենց ունակությունները։ Բեմին մանկատան ամենաակտիվ սաներն են։ Ծափահարությունները նրանց համար սպասված են, ուշադրության կարիք այստեղ բոլորն ունեն։ Ներկայացման ժամանակ հայացքները հանդիսատեսին է եւ պատից կախված կապույտ սպիտակ փուչիկներին։ Նախարարը մանկատան երկու մասնաշենքով էլ շրջեց, այցելությունների սենյակում երկար մնաց։ Նախարար Արտեմ Ասատրյանը հենց այս սենյակը կարևորեց։ Այստեղ են երեխաները շփվում իրենց կենսաբանական ընտանիքների հետ։ Գալիս են ծնողներ։ Այո։ Ինչ հաճախականությամբ։ Մասնագիտացված մանկատան երեխաների խնամքով մանկատան սոցիալական աշխատողներն են զբաղվում։ Նախարարը հետաքրքրվեց, ինչպես են աշխատում, որպեսզի պահպանվեն նրանց իրավունքները։ Երկու անկետ անենք, որը Սոցիալական գործն ու անհատական։ Ունեք սոցաշխատողներ, մենք այսպես կոչում Ձեր առանձին սոցաշխատողներ։ Սոցապ նախարարության առաջիկա ծրագրերում ոլորտի բարեփոխումներն են։ Արտեմ Ասատրյանի խոսքով մանկատներում պետք է նվազի երեխաների թիվը։ Ընտանիքներ վերադառնալով երեխաները հնարավորություն կունենան լիարժեք կյանքով ապրել։ Երեխայի առումով ամենակարևորը ընտանեկան պայմաններում խնամք ստանալն ու մեծանալն է։ Դրա համար երեխաների շուրջօրյա խնամքով զբաղվող կազմակերպությունների կրթական ծրագիր կներառվի մեթոդական նոր ձեռնարկը։ Այն հնարավորություն կտա որոշել 2-ից 18 տարեկան երեխաների հաշմանդամության կարգը։ Վիտալի Գրիգորյան, Տիգրան Հունանյան, ժամը լրատվական։